Օվերչուկի հայտնի հայտարարությունը, հա, եւ Պեսկովի հայտարարությունը գալիս են այդ նաեւ բացը լրացնելու, որը մնացել էր, հա, հարցեր էին մնացել Պուտինյան հանդիպումից հետո։ Մարդիկ ուղիղ ասում են, որ երկաթգծի կոնցեսիայի հարցը պետք է հստակեցվի։ Օրինակ, մենք չենք պատկերացնում, թե երրորդ կողմին ինչի պիտի տրվի։ Տրամաբանություն չեն տեսնում, հիմնավորում են, որ մենք մեր մասով գործառույթները պատշաճ կերպով իրականացնում ենք։ Չէ, Հետո բայց խոսքը ինչպես են գնում է գազի կներեք իրականացնում, երբ որ պատշաճ ներդրումներ չեն արել։ հայտարարակ վիճակում, դրա մասին չի խոսքը։ Խոսքը այն է, թե ռուսական կողմը հիմա ինչ է ակնարկում։ Այդ է $177 դարձնել, գիտեք, $600 մակարդակ, այդ խոսույթն է գնում։ Առևտրաշրջանառությունը, որը 11.5 միլիարդ էր, այս տարի իջել է 6.5 միլիարդ, ակնարկում են ուրիշ բան։ Ավիափոխադրումների արգելքի օտային կապի այդ հիշում եք, խոսել էր Օվերչուկի այդ մասին, որ կարող է ավիափոխադրումները չլինեն։ Նման սպառնալիքներ, ինչ որտեղ շանտաժներ, ինչ որտեղ ուլտիմատումներ հնչեցվում են, բնականաբար հիմա հայկական կողմը պետք է հասկանա, թե որին ոնց արձագանքել։ Բայց ես ամենայն դեպս գիտեմ, որ չի կարելի այդ նույն խոսույթով հանդես գալ, որովհետև հիմա նայում են բարձրաստիճան ղեկավարներ, ասում են, այտենց կանեն, մենք էլ դեմպինգ կանենք, մենք էլ կտորպեդահարենք, հա, հապկի գործունեությանը, ԵԱՏՄ-ից դուրս կգանք, մենք էլ էս կանենք, այն կանենք, հասկանալի է, որ այդ մարդիկ շատ դեպքերում քաղաքական ոտաբոբիկներ են, որոնք որ եթե անգամ այդ ամեն ինչը պետք է արվի, բայց չգիտեն երբ դա պետք է արվի ու ոնց պետք է արվի եւ ինչ-ինչով փոխարինես նոր գնաս նման կոորդինատ քարերի, որտեղ դա կործանարար է լինելու, այդ առաջինը ժողովուրդն է իր քաշի վրա զգալու։ Հենց այնպես հեշտ չի ասել, հա դե մենք է հրաժարվում ենք ուրեմն գազից, մեզ այդ գազը պետք չի։ Կամ ոչինչ, մի բան կանենք, Լարսի հույսին չենք մնա, ոչինչ, մեր հայրենագիցները ուրիշ երկրներով կգան Հայաստան, հետ կգնան եւ այլն եւ այլն։ Հասկանում ենք, չէ՞, որ մեր ամբողջ տնտեսական առևտրաշրջանային կապերը սա կապված է Ռուսաստանի Դաշնության հետ։